Ղեկավարությունը ՔՊ-ի ուրախ ավտոբուսում եգիպտացորեն եւ կարկանդակ է ծամում բառի բուն իմաստով։ Ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը ուղղակի զբաղված է սեփական PR-ով։ Որքանով է մեծ ռիսկը, որ Իրանից այդ փախստականների անվան տակ Հայաստան կարող է ներթափանցել Ադրբեջանից կամ Թուրքիայից հատուկ ծառայություններից ներկայացուցիչներ։ Հայաստան կարող են գալ 100, 200, 300, 400 հազար փախստականներ։ Մենք ժողովրդի ընտրյալն ենք, ժողովուրդը ընտրել է, նույնիսկ երբ որ մենք չենք ուզել, ժողովուրդը մեզ ընտրեց երկրորդ անգամ։ Ցանկացած երկրում, ցանկացած ժողովուրդ հենց համաձայն չի լինում գործող ռեժիմի հետ, ռեժիմը գնում է։ Նախկինում դժվար էր պատկերացնել որևէ իրավիճակ, երբ ղեկավարը մտներ օրինակ որևէ խանութ եւ աշխատակիցը ասեր դուրս։ Փաշինյանից հետո Հայաստանի հանդեպ այս գործած այս արհավիրքների երկրորդ համապատասխանատուն Աննա Հակոբյանն է։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նարեկ, տարածաշրջանը եռում է բառի բուն իմաստով։ Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ պատերազմում ժամ առ ժամ կարծիք ներգրավում են նոր երկրներ։ Տասնյակ երկրներ արդեն ներգրավված են։ Իրանի ուղիղ հարևան երկրում ղեկավարությունը, այսպես ասենք, ռազմաքաղաքական ղեկավարությունը ՔՊ-ի ուրախ ավտոբուսում եգիպտացորեն եւ կարկանդակ է ծամում բառի բուն իմաստով։ Ինչից է բխում այս հանգստությունը։ Ինչ է կարծում, խաղաղության օրակարգից, թե օրիգինալ Թրամփի հետ ունեցած լուսանկարից։ Նախ սկսեմ իմ կարծիքով երկու բառով խոսանք տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների մասին, որովհետև դրանք ինչպես միշտ էլի մեծավոր արևելքը ամենաբարդ ու խրթին տարածաշրջանն է աշխարհում, որտեղ յուրաքանչյուր փոփոխություն կամ պատերազմ կամ ինչ-որ իրադարձություններ հղի են շատ համաաշխարհային հետևանքներով, բայց այս պահին այն ինչ որ կատարվում է մերձավոր արևելքում, եթե սա չկանգնի ու մոտակա օրերում չկանգնի, կարող է վերածել բառի բուն իմաստով կործանարար մի իրողության, որտեղ Պակիստանից մինչև Իսրայել կարող է ամբողջ տարածաշրջանը այրվել, դրա մեջ ընկղմելով նորանոր պետություններ այսօր արդեն Իրան, Իսրայել, ԱՄՆ պատերազմի մեջ ներգրավել են արդեն Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը, Բահրեյնը, Եմենը, եթե այսպես շարունակվեց տարածաշրջանը բառի բուն իմաստով կայրվի եւ նույնիսկ կարող է բանը հասնել, մենք չգիտենք Իրանի միջուկային ծրագիրը ինչ աշճանի է, այսպես ասած զարգացած եւ արդյոք նրանք ունեն այնպիսի հրթիռներ, որոնք կարող են ուղղել դեպի Իսրայել եւ կարող են նրանք արդյոք ունենալ միջուկային զենք, որը նրանք անշուշտ կկիրառեն, հատկապես բարձրագույն հոգեվոր առաջնորդի սպանությունից հետո, որովհետեւ Իրանում գործող ռեժիմը, Վիլայեթ Ֆակիր ռեժիմը, չեմ կարծում եւ ռեալ չի էլի, որ կարողանա ասենց հեշտ համակերպվել եւ պատասխան չտա իրենց բարձրագույն հոգեվոր առաջնորդի մահվան համար եւ ըստ էության իրավիճակը այնպիսին է, որ դեռ զարգանալու է այս պատերազմը, դեռ այսպես ասած շատ ջուրա քաշելու է խմորը, կոպիտ իմաստով էլի ասած։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, Հայաստանը այստեղ էգզիստենցիալ վտանգի առաջ է ուղղակի, ես չեմ ուզում այսպես ասած գույները խտացնել, բայց եթե պարզ խոսանք եւ բաց խոսանք, եթե հանկարծ այս իրավիճակը ծավալվեց, Հայաստանը, Վրաստանը եւ ամբողջ մեր Անդրկովկասյան այս տարածաշրջանը գտնվելու են հարվածի տակ։ Շատ պարզ մի օրինակ բերեմ, եթե Աստված մի արասե Իրանում ռեժիմը քանդվեց եւ սկսվեց քաղաքացիական պատերազմ, իսկ Իրանում ռեժիմի քանդման պարագայում քաղաքացիական պատերազմ կսկսվի, որովհետեւ այնտեղ կան այնքան կրոնական ազգային հակասություններ Իրանի ներսում, որ անհնար է փոխել Վիլայեթ Ֆակիր ռեժիմը եւ չսկսի Իրանում այն ինչ որ սկսեց Իրաքում կամ արաբական մնացած երկրներում։ Եթե հանկարծ իրողությունները այդպես զարգանան, Հայաստան կարող են գալ 100, 200, 300, 400 հազար փախստականներ, ու ոչ միայն փախստականներ, այդ փախստականների մեջ կարող են լինել նախկին զինվորականներ, կարող են լինել, եթե ռեժիմը քանդվելու մասին ենք էլի խոսում, կարող են լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինյալներ, զինվորականներ, ովքեր բնականաբար, եթե այնտեղ ռեժիմը փոխվեց, սկսեց քաղաքացիական պատերազմ, միտեղ փախնելու են։ Եվ ամենահարմար տարբերակներից մեկը Հայաստանն է։ Հիմա պատկերացրեք 100, 200, 300 հազար իրանցի փախստական զինվորներ զորքով, այսպես ասած, զենքով գալիս են եւ փորձում են Հայաստանով անցնել կամ մտնել Հայաստան, ինչա լինելու Հայաստանի հետ եւ առավել եւս արդյոք ունենք մենք այն հնարավորությունը, որ զսպենք այդ Իրանից հնարավոր փախստականների հոսքը։ Հիմա վերադառնանք ձեր նշած ազնվորությանը եւ նրա կարկանդակ ուտելու այդ կրկեսին, որը նա իրականացնում է, նախ խաղաղության օրակարգ
ինչ որ դուք նշեցիք, նրա հույսը խաղաղության օրակարգն է թե ոչ, թե Թրամփի այդ լուսանկարն է թե ոչ, չէ, իմ կարծիքով նրա հույսի մասին չի հարցը։ Հարցը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ իրեն պահում է անպատասխանատու, Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ իրեն պահում է ոչ հարիր երկրի ղեկավարին, եւ ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը ուղղակի զբաղված է սեփական PR-ով եւ զբաղված է այս փուլում համենայն դեպս զբաղված է իր վերընտրվելու շանսերը ավելացնելով, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար մեծ հաշվով մեկը ինչա կատարվում տարածաշրջանում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի բան հասկանում է, նախ ինքը հասկանում է, որ ինքը ոչ մեկ է, այսինքն ինքը ոչինչ չի կարող անել եւ ոչ մի էական դերակատարություն չի կարող ունենալ, չնայած ես համոզված եմ, որ եթե իր փոխարեն լիներ նորմալ մարդ Հայաստանի ղեկավարը եւ պատասխանատու պաշտոնյա, նա շատ գործ ուներ անելու, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը ոչինչ չի կարող անի, իրան այսպես ասած իր օտար երկրյա հովանավորները ինչ որ պետքա կասեն այս կոնտեքստում ինքը կանի, դրա համար զբաղված է իր PR-ով, զբաղված է այդ պերաշկի ուտելով, կուկուռուզ ուտելով, Ալեն Սիմոնյանի հետ ինչ որ սելֆիներ անելով, առհասարակ զբաղված է այսպես ասած իր սիրելի գործով, կհիշեք, երբ Նիկոլ Փաշինյանը ինքը իր մասին պատվում էր, էլի, որ դե ես ինձ գժի տեղ դրեցի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ էլի զբաղված է ինքն իրան գժի տեղ դնելով, դե փորձում է այս անգամ արդեն գժի տեղ դնել նաև մեր ժողովրդին, եւս մեկ անգամ, էլի փորձում է գժի տեղ դնել մեր ժողովրդին, բայց հուսով եմ, որ դա նրա մոտ չի ստացվի։ Այս անգամ գոնե չի ստացվի, էլի Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նիկոլ Փաշինյանը այս գործընթացների մեջ հենց ձեր ձևակերպումը գրող անձն է, ակնհայտ է, որովհետև Հայաստանին վերաբերող գործընթացներում նա արդեն այս կարգավիճակը ունի, բայց առնվազն սպասվող փախստականների հոսքին կարելի է պատրաստվել, թե ոչ։ Անվտանգության խորհրդի նիստ գումարվել է, բայց միայն լսել եմ, որ ցավակցություններ պիտի հայտնեն Իրանին։ Արդյոք այս պահին Հայաստանը իր ամբողջ ռեսուրսով չպիտի պատրաստվեր հենց այդ ձեր նշած 100,000-ավոր փախստականների հոսքին։ Եվ բացի այդ, նաև այսպիսի հարց, որքանով է մեծ ռիսկը, որ Իրանից այդ փախստականների անվան տակ Հայաստան կարող է ներթափանցել Ադրբեջանից կամ Թուրքիայից հատուկ ծառայություններից ներկայացուցիչներ։ Նախ ինչ վերաբերվում է անվտանգության խորհրդի նիստին, նախ սկսենք նրանից, որ անվտանգության խորհրդի նիստը չեն գումարում ցավակցություններ հայտնելու համար, դրա համար անվտանգության խորհրդի նիստ պետք չի։ Համենայնդեպս միայն դա հրապարակեց։ Մենակ դա հրապարակեց, այսինքն փախստականների մասով գոնե կարելի է ինչ-որ։ Դե ենթադրվում է Նիկոլի պահվածքից ենթադրվում է, որ բացի ցավակցական այդ գրությունից ինչ որ ուրիշ բաներ են քննարկի այնտեղ։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանին, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այդ անվտանգության խորհրդի մասնակիցներին, ինչու՞ չէ, հատուկ ծառայությունների ղեկավարներին Հայաստանի, պաշտպանության նախարարին եւ մնացած պաշտոնատար անձանց, ես կարծում եմ, որ ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը ձախողելու է նաեւ սա։ Ինչի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ, սիրելի տիկինալիս, եթե Նիկոլ Փաշինյանը ձախողել է նույնիսկ սրճարանների սեղաններին աղամանները հեռացնելը, ապա ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը չձախողի հնարավոր փախստականների ընդունման կամ փախստականների գալու դիմագրավման հարցերը։ Դա բացառվում է, մեր հույսը միայն այս պահին, որ պատերազմը դադարի, որ փախստականները չգան։ Եթե հանկարծ ստացվեց այնպես, որ փախստականները գալու են Հայաստան եւ հոսք եղավ, ես կարող եմ ասել 99% վստահությամբ, որ ոչ իմանը չի կարողանալու անի։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Սահմանապահ զորքերը, ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ այս մարտիկ այս տարիների ընթացքում ցույց են տվել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը, ցույց են տվել, որ ոչինչ չեն կարողանում անել, երբեք ոչ մի ծրագիր ավարտի չեն հասցնում, ուր մնաց 100,000-ավոր իրանցի փախստականներին դիմագրավել։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր ասացին, արդյոք հնարավոր է թե ոչ թե հնարավոր է, այլ հենց այդպես է լինելու է, բնականաբար, եթե հանկարծ եղավ նման հոսք փախստականների, այնտեղ գալու են ոչ միայն խաղաղ բնակչությունը, գալու են ինչպես զինյալներ, գալու են, բայց նաև գալու են հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող անձիկ, որոնք շատ հավանական է նման պարագայում զբաղվեն նաև դիվերսիոն գործունեությամբ Հայաստանի Հանրապետության ներսում, իսկ ինչպես մենք արդեն հասկացանք, դրա դեմը չի առնվում եւ չեմ կարծում, որ կառնվի։ Հիմա ինչ կարող ենք մենք անել այս պահի դրությամբ, ցավալի է, բայց մենք պետք է ուղղակի հուսանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհասնի իր առջև դրված խնդիրներին
արագ, որովհետև պարզից էլ պարզ է, որ Իրանը չի կարող երկար ժամանակ դիմագրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դա Իրանի մեր ստրատեգիական դաշնակից լինել չլինելու հանգամանքը մի կողմ թողած մեր բարեկամ ժողովուրդ լինելը իրանցիներին, բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ այո, Իրանը չի կարող երկար ժամանակ կռվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, առավել եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն օգտագործում իրենց ռազմական ողջ պոտենցիալը բնականաբար Իրանի դեմ, էլի։ Հիմա հուսանք, որ արագ այս ամենը կավարտվի, հուսանք, որ Վիլայեթ Ֆակիր ռեժիմը կդեֆորմացվի, բայց չի ընկնի, որովհետև նորից եմ ասում, եթե ընկավ, այնտեղ սկսելու է քաոս ու դա Հայաստանի համար շատ վատ է լինելու, Հայաստանից մինչև Ռուսաստանի սահմաններ, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ընկնելու են շատ մեծ հարվածի տակ ու չենք կարողանալու մենք չներքաշվել այս պատերազմի մեջ, էլի ուղղակի։ Հենց որ հուսանք, որ շուտ կավարտվի, իսկ ինչ վերաբերում է ձեր ասած պիրաժկի ու տողին, այսպես ասած, նրանից ոչ մի լավ բան սպասել հնարավոր չի, նույնիսկ ես մի բան ասեմ ձեզ, այսպես կիսակատակ էլի, ավելավա Նիկոլ Փաշինյանը զբաղվի պիրաժկի ուտելով, քանց թե այս բարդագույն իրավիճակում քիթը մտցնի մեծ քաղաքականության մեջ, էլի ինչ որ բաներ խոսա, Հայաստանը հարվածի տակ դնի։ Ավելավա դրանով զբաղվի, թողենք իր ավտոբուսով, իր քարոզ արշավանի, մեկը բոլորս է գիտենք, որ իր համար մեկ խնդիր է այսօր վերընտրվելն է, էլի։ Հայրս փոքրագույնը ոչինչ չանելն է։ Հա, թող ինքը ալնի այդ կարկանդակները ուտեն, սուս մնան նստեն տեղները, մինչև տեսնենք ինչ ալնում էլի։ Ինչպես միշտ ես համոզված եմ, որ ժողովուրդը այս դեպքում էլ ուղղակի ինքնակազմակերպվելու է եւ այդ հարցերով հումանիտար զբաղվելու են անհատները եւ որոշ կազմակերպություններ, նաեւ եկեղեցին, որը ստիպված է լինելու Նիկոլ Փաշինյանի դեմ դիմակայելուց բացի զբաղվել նաեւ այսպիսի հումանիտար հարցերով։ Ինչևէ, Նարեկ, հուսանք, որ իսկապես արագ հանգուցալուծում կստանա այս հարցը եւ մենք ինչ որ ձևով կհասնենք հունիսյան ընտրություններին եւ վերադառնալով այս համատեքստում միասնության թևերի այսօրվա գործընթացներին ձեր քաղաքական ուժում տեղի ունեցող դուք միավորվեցիք Հայաքվեի հետ, ձեզ միացավ նաև առաջ շարժումը, այս նախաձեռնության կազմում ընդգրկված երիտասարդական կառույցների հետ միասին, մինչ այդ ունեիք համագործակցության հուշագիր Շանթ Դաշինքի հետ, հետաքրքիր է միավորումները շարունակվելու են, թե ոչ, եւ ի վերջո այս պահի դրությամբ ունեք պատկերացում, թե ինչ ձևաչափով եք մասնակցելու ընտրություններին։ Նախ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, մենք մասնակցելու ենք ընտրություններին առավել արդյունավետ ձևաչափով, այնպիսի ձևաչափով, որը բացառելու է մեր քաղաքացիների ձայների փոշիացում, մենք մասնակցելու ենք ընտրությունների շատ պատրաստական, շատ կամային, մենք մասնակցելու ենք ընտրությունների այն համոզմամբ, որ պետք է Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտը գա այս տարի, ինչ վերաբերվում է Դաշինքի թե առանձին, դրա մասին կհայտարարենք բնականաբար ավելի պաշտոնական, իսկ համագործակցության առումով, այո, մենք ունենք շատ լավ համագործակցության արդեն իսկ փորձ Շանթ Դաշինքի հետ, մենք ունենք շատ լավ համագործակցության փորձ առաջ արժանապատվության շարժման երիտասարդական կազմակերպության հետ, ունենք նաև համագործակցության փորձ եւ համագործակցում ենք շատ ակտիվ մի շարք երիտասարդական կազմակերպությունների հետ, ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի Հանրապետության մարզերում, այսինքն կազմակերպություններ, որոնք զբաղվում են երիտասարդության հիմնախնդիրներով Հայաստանի Հանրապետության մարզերում։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաքվեի հետ, այո, ինչպես դուք նշեցիք, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը նույնպես միացավ միասնության թևեր քաղաքական նախաձեռնությանը, նույնիսկ միասնության թևերը արդեն դադարում է լինել զուտ քաղաքական նախաձեռնություն։ Միասնության թևերը արդեն դառնում է մի ամբողջ շարժում, որը գնում է դեպի ընտրություններ, որը գնում է դեպի Նիկոլ Փաշինյանի իշխանազրկում եւ որը ոչ միայն նոր քաղաքական միավոր է Հայաստանի քաղաքական դաշտում, այլև նոր քաղաքական իրողություններ է փորձում բերել Հայաստանի քաղաքական դաշտ, որովհետև եթե մենք մի պահ ուշադրություն դարձնենք միասնության թևերի ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական ելույթին, որը նա ունեցավ շնորհանդեսի ժամանակ մեր ռազմավարական ծրագրի, շատ հստակ կհասկանանք, որ մենք ոչ միայն կոնկրետ թիրախավորում ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը վատն է, այլ մենք նաև փորձում ենք բերել նոր քաղաքական մշակույթ, փորձում ենք բերել ոչ թե մերժելու, այլ միավորելու մշակույթ, փորձում ենք ոչ թե տարանջատել, այլ միավորել Հայաստանի քաղաքական դաշտը ժողովրդին եւ մեր նպատակները, նաև փորձում ենք թերթել այն արատավոր էջը, որը 35 տարի է մեր Հայաստանի քաղաքական դաշտում կա, որովհետև դա պետք է հստակ էլի ասել, եթե Հայաստանում չձևավորվի նոր քաղաքական դաշտ, նոր ուժեր, ապա հայ ժողովուրդը ուղղակի ապակա չունի, դա շատ պարզ բան է, բայց մեր սիրելի հայրենակիցները չեն ընկալում այս
պարզ, բայց միևնույն ժամանակ շատ վախենալու իրողություն է։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, մենք բոլորս միասին հասել ենք մի հանգրվանի, որտեղ կամ մենք թերթում ենք այս էջը, կամ Հայաստանը ուղղակի չի լինելու, կամ թերթում ենք Նիկոլ Փաշինյանի նախկինների էջը, ամբողջ այդ արատավոր շղթան, որը ըստ էության 35 տարի է գնում այս արատավոր շղթան, անընդհատ մարդկանց տալիս են խոստումներ, այդ խոստումները չեն իրականացնում։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի է Հայաստանը ընկղմել է պերմանենտ պատերազմի եւ պարտությունների շղթա եւ դեռևս մնում է իշխանության։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կամ մենք փակում ենք այս էջը, կամ Հայաստանը վերածվում է հակահայաստանի։ Երկընտրանքը շատ պարզ է։ Եվ ես հուսով եմ, լիահույս եմ, որ մեր այս օրակարգին կմիանան այլ քաղաքական ուժեր, այլ քաղաքական գործիչներ, անհատներ եւ հասարակական կազմակերպություններ, եւ մենք բոլորս միասին միասնության թևերի ներքո պարոն Թաթոյանի գլխավորությամբ կկարողանանք շրջել այս էջը։ Նարեկ, ինչպես արդեն նշեցիք, փետրվարի 28-ին Միասնության թևերը ներկայացրեց իր քաղաքական ռազմավարական ծրագիրը, եթե կարելի է շատ հակիրճ ընդհանուր գծերը, ընդհանուր հիմնական շեշտադրումները ձեր ծրագրի տարբեր ուղղություններով։ Ինչ ուղերձներ ունեիք ձեր ծրագրում։ Ինչպես արդեն նշեցի, դա փոփոխությունների ուղերձն է, ինչպես պարոն Թաթոյանը նշեց եւ մեր մնացած բանախոսները, դա այսպես ասած եւի, այսինքն ոչ թե մերժման եւ հակադրման, այլ օրինակ միշտ մեզ ասել են, որ կամ պետք է ընտրել Ռուսաստանին, կամ պետք է ընտրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մենք ասում ենք ոչ, մենք ունենք այդ ռեսուրսը, մենք ունենք այդ մասնագետները եւ ունենք այդ կապերն ու շփման շրջանակը, որ կարողանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը համադրել մեր փոքր Հայաստանում եւ կարողանալ դրանից մաքսիմալ օգուտներ վերցնել Հայաստանի համար։ Դա այդ եւի աշխարհակահական եւի մասին։ Բացի դրանից մեր միասնության թևերի համահիմնադիր պարոն Անանյանը շատ հստակ, պարզ, կետարկետ խոսեց եւ ներկայացրեց մեր տնտեսական ծրագիրը։ Հիմնական դրույթը դա այն է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերող ու արտադրող երկիր, որովհետեւ այսօր եւ վերջին ամբողջ ընթացքում Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանը միշտ եղել է սպառող տնտեսություն, այսինքն սպառող տնտեսությունը դա այն տնտեսությունն է, երբ դու դրսից ապրանքը գալիս է, դու ստեղ սպառում ես, ըստ էության քո գումարը տանում ես դուրս, ուրիշն ես տալի։ Իսկ մենք պետք է տրանսֆորմացնենք Հայաստանի տնտեսությունը դեպի արտադրող տնտեսության, եւ մենք այդ առումով շատ բաներ ունենք առաջարկելու աշխարհին, սկսած IT ոլորտից եւ վերջացրած մեր օգտակար հանածուների արտահանումը, որը ճիշտ է այսօր իրականանում է, բայց ոչ այնքան էֆեկտիվ եւ դա ոչ այնքան մեծ օգուտ է բերում մեր ժողովրդին, որը կարա բերի։ Հիմա կարևորագույն այդ թեզն է, որ մենք պետք է նաեւ դառնանք արտադրող երկիր, ինչ վերաբերում է կրթության ոլորտում, մեր մասնագետները եւ նաեւ պարոն Թաթոյանը մի քանի անգամ շեշտել է, որ մենք ձգտելու ենք եւ գնալու ենք քայլ առ քայլ Հայաստանի Հանրապետությունում կրթությունը անվճար դարձնելու ուղղությամբ։ Մենք գնալու ենք այնպիսի կրթական մոդելի, որը ոչ միայն կկրթի մեր երիտասարդներին, այլև նրանց կտա այնպիսի արժեքներ եւ հայկական ինքնագիտակցություն, որ նրանք ոչ միայն պատրաստ կլինեն կյանք դուրս գալու եւ աշխատելու, այլև կլինեն այնպիսի հայ, որը մտածում է իր երկրի մասին, որտեղ էլ որ լինի, աշխատում է իր երկրի համար եւ ցանկացած պարագայում չի կորցնում իր ինքնությունը։ Դա մեր երիտասարդությանը ուղղված կարևորագույն մեսեջներն են, այսպես ասած, որովհետեւ կրթությունը ամենակարևոր ձևավորող հանգամանքն է երիտասարդության, իսկ երիտասարդությունը, ինչպես գիտենք բոլորս, դա մեր ապագան է եւ երիտասարդությունից է կախված Հայաստանի վաղվա օրը եւ ինչպիսին կլինի Հայաստանը 5-10-20 տարի հետո։ Եվ մենք մեր երիտասարդությանը ոչ մեկին չենք տա, մենք մեր երիտասարդությանը կպահենք հայ, կպահենք հայեցի, կպահենք քրիստոնյա եւ կպահենք հայրենասեր։ Ձեր ուժի թույլ եւ ուժեղ կողմերի մասին կցանկանայի խոսեիք։ Նկատել եմ, որ երիտասարդների վրա շատ մեծ շեշտադրում եք անում, ճիշտ է ընկալումը։ Նախ խոսանք թույլ կողմերից։ Ինչ վերաբերում է թույլ կողմերին, մեր ոչ թե թուլությունը, այլ համեստությունը, մեր համեստությունը եւ շատ հաճախ մարդկանց չտալը այնպիսի պատասխան, ինչպիսի նրանք արժանի են, ընկալվում է որպես թուլություն, շատ հաճախ ընկալվում է որպես թուլություն, բայց ես ուզում եմ ասել, որ այսօրվանից եւ այդ, այսինքն ոչ թե այսօրվանից, այլ մեր այս վերջին 100 օրվա մեջ մենք շատ հետեւողական ենք լինելու, մենք շատ հստակ թիրախային ամեն մեկին
առհատ անդրադառնալու ենք, կլինի դա անդիմության ներսում ծվարած նիկոլականներ, թե իշխանություններին ենք անդրադառնալու, որովհետև ինչպես ես նշեցի, մենք չենք եկել մտել քաղաքականություն եւ չենք զբաղվում քաղաքականությամբ, զուտ քաղաքականությամբ զբաղվելու համար։ Մեր թիմի անդամները յուրաքանչյուրը կայացած մարդ է, յուրաքանչյուրը լավ մասնագետ է, յուրաքանչյուրը ունի իր գործը, այսպես ասած, եւ ոչ մեկ ստիպողաբար չի մտել քաղաքականություն։ Բոլորս մտել են քաղաքականություն հայրենիքի հանդեպ ունեցած պարտքից ելնելով, պարտքի զգացումից ելնելով եւ պատասխանատվությունից ելնելով։ Հիմա ինչ վերաբերում է երիտասարդության մասին, երիտասարդությունը ես համարում եմ, որ այսօրվա եւ առհասարակ միշտ երիտասարդությունը շարժիչ ուժ է, եւ երիտասարդության մասին չմտածելը եւ երիտասարդության վրա ուշադրություն չդարձնելը քաղաքական ուժի կողմից դա այսպես կարելի է ասել անլրջություն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե դա լուրջ քաղաքական ուժ է եւ նրա նպատակն է ունենալ լավ երկիր, լավ պետություն, պետք է երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվի, իսկ այսօր երիտասարդները ցավոք սրտի Հայաստանում շատ մեծ խնդիրների առաջ են բախվում, անարդարության են բախվում ամեն օր ամեն քայլափոխին։ 2018 թվականին, ինչպես մենք բոլորս հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը ամենաստոր ձևով օգտագործեց մեր երիտասարդության զգալի հատվածին, որովհետև մեր երիտասարդները այլևս չէին ուզում ապրել այն լճացած ու գաղջ մթնոլորտում, որը տիրում էր Հայաստանում, եւ Նիկոլ Փաշինյանի այդ քայլերթը եւ հետագան դրա շարժումը երիտասարդների մոտ առաջացրեց հույս, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Այդ մարդիկ դուրս եկան, ողջունեցին, այսպես ասած, հեղափոխությունը, իրենց ուժերի ներածին չափով պայքարեցին այն նախկին իշխանությունների դեմ, այն հույսով, որ բացվելու է Հայաստանի համար ավելի պայծառ ապագա, մենք ունենալու ենք լավ կրթություն, լավ առողջապահական համակարգ, լավ տնտեսություն եւ վերջի վերջո երիտասարդները իրենց հույսերը շարունակելու են կապել Հայաստանի հետ եւ շարունակելու են մնալ Հայաստանում, ցանկանալու են մնալ Հայաստանում, ապրել Հայաստանում։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Այն տեղի ունեցավ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խաբեց երիտասարդներին, այլև Նիկոլ Փաշինյանն իր գործունեության արդյունքում խեղեց հազարավոր մեր երիտասարդների ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը այն երիտասարդներին, ովքեր դուրս էին եկել ավելի լավ Հայաստան ունենալու համար փողոց, այդ նույն երիտասարդներից շատերին Նիկոլ Փաշինյանի պատճառով եւ Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության պատճառով մեր երիտասարդները արդեն մեր հետ չեն։ Դա իմ կարծիքով ամենամեծ հանցագործություններից մեկն է երիտասարդության հանդեպ, որը արեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հաշվի առնելով նաև այս դառը փորձը, մեր երիտասարդությունը շատ ապաքաղաքականացված է։ Հիմա մեր երիտասարդությունը շատ ապաթիայի մեջ է գտնվում, մարդիկ հույս չեն կապում Հայաստանի հետ։ Համալսաներում սովորող մեր երիտասարդները մտածում են մենակ մի բանի մասին՝ դիպլոմը վերցնենք, եթե հնարավոր լինի Հայաստանում գործ ճարենք, եթե չէ շուտ գնանք Հայաստանից, որովհետև առավել եւս սրանց վերընտրվելու պարագայում հազարավոր, 100,000 մարդիկ Հայաստանը լքելու են, ու լքողների մեջ հիմնական մասը լինելու են երիտասարդներ, այն մարդիկ, ովքեր որ կրթություն ունեն, այն մարդիկ, ովքեր գիտելիքներ ունեն, այն մարդիկ, ովքեր ավյուն ունեն, կարող են աշխատել, կարող են ստեղծել, կարող են երկիր զարգացնել, թողնելու են գնալ։ Հիմա դրա համար մեր քաղաքական ուժը շատ հատուկ եւ ուրույն վերաբերմունք ունի երիտասարդների հանդեպ, որովհետեւ նախ երիտասարդները պետք է երկիրը ժառանգեն, նրանք պետք է առաջ մղեն, եւ երկրորդը առանց երիտասարդության, առանց երիտասարդական մոտեցման եւ առանց երիտասարդների հետ աշխատելու հնարավոր չեն նաեւ քաղաքական լուրջ փոփոխություններ, որովհետեւ միշտ էլ քաղաքական լուրջ փոփոխությունների, այսպես ասած, շարժիչ ուժը եղել են երիտասարդները։ Հիմա ինչպես 2018 թվականին, այնպես էլ այսօր մեր հույսը, քաղաքական փոփոխությունների հույսը երիտասարդներն են, եւ դա է պատճառը, որ մենք անընդհատ առավոտից երեկո աշխատում ենք երիտասարդների հետ, տարբեր կազմակերպությունների հետ, առավոտից երեկո հանդիպում ենք իրենց հետ, եւ ի զարմանս ինձ պետք է ասեմ, որ կարճ ժամանակում մենք կարողացել ենք շատ մարդկանց հետ շփվել եւ արդեն երևում են այն ծիլերը, որ երիտասարդությունը նորից զարթնում է, երիտասարդությունը նորից ամուր կանգնում է հողի վրա եւ իրեն պատկերացնում է երկրի տեր, եւ ես լիահույս եմ, որ մեր այս հետեւողական աշխատանքի արդյունքում մենք ունենանք երիտասարդություն, որը վերջի վերջո իր ձեռքը կվերցնի իր ապագայի համար պատասխանատվությունը եւ կունենանք երիտասարդություն, որը մեկընդմիշտ կմերժի եւ Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանի հետ եկող այդ չարիքը, որը կոչվում է նիկոլիզմ։
Ես թվում է ցանկացած ուժ, որ անկեղծ մղումներով ցանկանում է իսկապես լավ պետություն կառուցել հենց երիտասարդների համար, չի կարող դա անել առանց երիտասարդների եւ նաեւ երիտասարդների կարծիքը եւ այսօրվա նախընտրությունները հաշվի չառնելու։ Գիտեք տարբերությունը ինչումն է։ Օրինակ հայկական քաղաքական դաշտում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, ում ղեկավարները 50 տարի եւ ավել զբաղվում են քաղաքականությամբ, 40 տարի եւ ավել զբաղվում են քաղաքականությամբ, այսպես ասած 70-անց ես տարիքի առումով մարդկանց չեմ իհարկե քննադատում, բայց ուզում եմ ասեմ, այսպես ասած 70-անց մարդիկ փակվում են առանձին սենյակներում, իրար միասին խոսում են ու ինչ որ երիտասարդների մասին որոշումներ են կայացնում, դուրս են գալիս իրենց լրատվականների կամ իրենց մամուլի ծառայությունների միջոցով այդ տրանսլյացիա են անում իրենց այդ որոշածը կամ իրենց մտքերը երիտասարդության մասին, բայց դա տարբերակ չի, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանում զբաղվում են քաղաքականությամբ, նրանց ծնշող մեծամասնությունը արդեն չի խոսում նույն լեզվով, ինչ լեզվով, որ խոսում է մեր երիտասարդությունը, այսինքն չշփվել երիտասարդության հետ, չհասկանալ նրանց պահանջմունքները ու չհասկանալ նրանց, այսպես ասած, պատկերացումները երկրի մասին եւ խոսալ երիտասարդությունից, դա աբսուրդ է, ինչով որ զբաղվում է շատ ու շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր Հայաստանում եւ ի տարբերություն նրանց մենք ոչ թե երիտասարդների փոխարեն փորձում ենք ինչ-որ լուծումներ որոշել ու առաջարկել նրանց, ասել երիտասարդներ եկեք այս լուծումներով շարժվենք, այլ անընդհատ նրանց հետ շփվում ենք, նրանց կարծիքը հաշվի ենք առնում, եթե ինչ-որ մի բան էլ մենք որպես ավելի տարիքով մի քիչ էլի մարդիկ չենք հասկանում, 2, 3, 4 անգամ երիտասարդները ավելի արագ են մտածում, ավելի ճկուն են մտածում, ավելի լավ են պատկերացնում աշխարհը եւ մեր ռազմավարությունն է երիտասարդների հետ անընդհատ շփվելը եւ ցանկացած ծրագիր, որը վերաբերվում է երիտասարդությանը, քննարկել հենց երիտասարդների հետ եւ նրանցից պետք է բխի, ոչ թե նորից եմ կրկնում կաբինետներում կամ ինչ-որ առանձնասենյակներում փակված 100 տարվա հնամաշ քաղաքական գործիչներից։ Այս կողմից հետ երիտասարդությունը առանց փորձի եւ գաղափարների վտանգավոր է, ինչին մենք առնչվեցինք 2018 թվականին եւ մինչ օրս դրա հետևանքները կրում ենք։ Ինչևէ, Նարեկ, սոցիոլոգիական բոլոր հետազոտություններով այս պահի դրությամբ գոնե 26 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլևս չպիտի լինեն իշխանության, առնվազն միասնական ընդդիմության հավաքած ձայների շնորհիվ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների հայտարարությունները այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատին թույլ տալու կամ չտալու ընտրություններին մասնակցելու այս հայտարարությունները կարող ենք դիտարկել որպես անոնս առաջիկայում երկրի սահմանադրական կարգը տապալելու քայլերի մասին։ Նախ ինչ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը, եթե չեմ սխալվում, տապալել է 2018 թվականից սկսած, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով սահմանադրական կարգ ասվածը տապալել է, դա օրինակ դատարանների դիմաց այդ իր ստեղծած այդ մթնոլորտը կհիշեք 2019 թվականներ, եթե չեմ սխալվում, դա սահմանադրական կարգի տապալում էր, իրավունք չունի Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը խառնվի դատական իշխանության գործերին, առավել եւս Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք չունի բռնություն կիրառել դատական համակարգի հանդեպ։ Բայց կա ոլորտ, որտեղ նա իրավունք չունի միջամտելու, բայց չի միջամտել։ Եկեղեցին սահմանադրության, ուղիղ սահմանադրության հոդվածների խախտում է տեղի ունենում, գրած է սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա, որ իշխանությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին եւ պետությունը գործում են անջատ։ Հիմա նայեք ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ այդ սահմանադրական կարգ տապալելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը դրա խնդիրը ընդհանրապես չունի, այսինքն Նիկոլի համար ինչ ա եղել, որ սահմանադրական կարգն է կտապալի, մոլդովական սցենարել կկիրառի, ինչ ա, հիբրիդային արագ արձագանքման խումբ ա Նիկոլ Փաշինյանը խնդրում, որ Եվրոպայից գա, իսկ այդ խումբը գալու է մենակ մի նպատակով, գալու է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի օգնի վերընտրվի թքած ունենալով բոլոր, այսպես ասած, օրենքների եւ մարդկային կարմիր գծերի վրա։ Հիմա ինչ վերաբերում է այդ սոցիոլոգիական հարցումներին, էլի, չկա մի սոցիոլոգիական հարցում եւ չկա մի հետազոտություն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը գոնե մոտավոր հնարավորություն ունի 51% հավաքելու։ Տենց բան գոյություն չունի եւ ես հստակ ուզում եմ ասեմ, որ մեր հայրենակիցներն էլ ֆիքսեն, սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը ոչ մի պարագայում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում չի կարող հավաքել 51%։ Դա բացառված է եւ եթե Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին, այսինքն հունիսի 8-ին առավոտ մենք զարթնեցինք եւ տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հավաքել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան նկարել է, այսպես ասած, 52-53%,
Դա ուրեմն նշանակում է ինքը կեղծել է, որովհետև այս ընթացքում միջև ընտրությունները մնում է ընդամենը 100 օր, Նիկոլ Փաշինյանը իր էլեկտորալ ռեյտինգը չի կարող այդքան ավելացնել, որպեսզի հասնի 51%-ի։ Նույնիսկ ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանը ըստ соцհարցումների չի հավաքում նույնիսկ այնքան, որ Դոնթի բանաձևով գումարած 51% հավաքի։ Այսինքն նույնիսկ այդ չափի Նիկոլ Փաշինյանը չի հավաքում, այո, պետք է ընդունել, որ Նիկոլը իշխանություն է, Նիկոլը ունի որոշակի էլեկտորատ, Նիկոլը ունի, այսպես ասած, ադմինիստրատիվ ռեսուրս, բայց Նիկոլ Փաշինյանը նորից եմ կրկնում 51% չի հավաքում ոչ մի պարագայում եւ ընդհակառակը ընդդիմությունը միացյալ ընդդիմությունը, այսպես ասած, ընդդիմադիրները միասին վերցրած հավաքում են շատ ավելի շատ, քան թե Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, եթե մենք գնում ենք ընտրությունների, եթե մեր հայրենակիցները գնում են ընտրությունների, տալիս են իրենց քվեն, Նիկոլ Փաշինյանին մենք կարողանալու ենք ճանապարհել եւ ճանապարհել անցնցում, ճանապարհել խաղաղ, դա մեր տեսակետն է, այսինքն մենք բնականաբար ու մեր նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների միջոցով խաղաղ առանցնցումների ճանապարհենք։ Հիմա եթե գնա սրացման, եթե Նիկոլ Փաշինյանը կեղծի ընտրությունները, եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ սահմանադրական կարգը տապալի վերընտրվի, բնականաբար ողջ պատասխանատվությունը մնալու է Նիկոլ Փաշինյանի վրա, թե պատմական, թե քաղաքական, թե քրեական տեսանկյունից։ Եվ ես կարծում եմ, հայ ժողովուրդը չի հանդուրժի, այս անգամ առավել եւս չի հանդուրժի, որ Նիկոլ Փաշինյանը կեղծի ընտրությունները, չի հանդուրժի, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի բռնապետ, որովհետև գիտեք ոնց Նիկոլ Փաշինյանը արդեն այնքան վնասներ ա տվել Հայաստանին, այնքան հանցանքներ ա գործել հայ ժողովրդի հանդեպ պատմական տեսանկյունից, էլի, սկսենք Արցախից վերջացնենք եկեղեցու վրա հարձակում, էլի, որ արդեն, այսպես ասած, համբերության բաժակը լցվել է հայ ժողովրդի եւ ես հուսով եմ, լիահույս եմ, որ մեր ժողովուրդը կգնա ընտրությունների, կօգնի մեզ, որովհետեւ մեծ հաշվով ժողովուրդն է որոշում։ Ժողովուրդն է որոշում ոչ թե քաղաքական գործիչները, այլ ժողովուրդը։ Եվ եթե մեր ժողովուրդը օգնի մեզ տա, այսպես ասած, իր մանդատը, մեզ տա իր աջակցությունը, մենք շատ անցնցում, շատ արագ եւ շատ կազմակերպված Նիկոլ Փաշինյանին դուրս կվռնդեն կառավարությունից։ Անդադ Գյումրի 2-ի մասին խոսելը դա իշխանության ֆոբիաների մասին է։ Գիտեք, նախ այդ Գյումրի 2-ի մասին խոսելը դա ճիշտ է, եկեք հասկանանք, էլի, այդ Գյումրի 2-ի մասին անընդհատ խոսելը դա հիմարություն է։ Ու ասեմ ինչի, որովհետև նախ Գյումրիում թիմ ընտրություններ էին, դա մեկ, դա լոկալ է, դա տրամաբանությունը լրիվ այլ է, համապետական ընտրությունների տրամաբանությունը լրիվ այլ է։ Հիմա այդ Գյումրի 2, որ ասում են ինչ են ուզում ասեն, որ ընդդիմությունը միավորվի եւ իրենց տապալի, բնականաբար պետք է ընդդիմությունը միավորվի, այսինքն եթե անցնում ենք խորհրդարան, կոպիտ ասած, ընդդիմադիրները եւ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, պետք է միասին նստեն սեղանի շուրջ, ամեն մեկը ինչ որ զիջումներով, ինչ որ փողզիջումներով, ինչ որ քաղաքական, այսպես ասած, բանակցությունների արդյունքում միավորվեն Նիկոլ Փաշինյանին իշխանազրկեն։ Ինչի մասին է խոսքը։ Գյումրի 2 անընդհատ որ խոսում են, ու այն կոնտեքստում, որ դե բոլորը վերջը միավորվելու են Զայնատան Քոչարյանին։ Այդ հիմարությունը Նիկոլ Փաշինյանի այդ քարոզը անընդհատ, որ եթե ես չեմ Քոչարյանն է, եթե ես չեմ նախկիններն են, դա ընդհանրապես այդ Գյումրի 2 խոսույթը դրա մի մասն է, այնպես որ դա անլուրջ է, դրա մասին պետք է ես հորդորում եմ մեր քաղաքացիներին շատ լուրջ չվերաբերվել, դա ընդհանրապես հերթական Նիկոլական այդ Գեբելսյան տոտալ պրոպագանդայի միջոց է, այդ Գյումրի 2-ի մասին անընդհատ խոսա։ Նարեկ ուղղակի այստեղ մանիպուլյացիա կա, որովհետև իրենք այնպես են խոսում, մենք թույլ չենք տալու Գյումրի 2, կարծեք թե դա հանցագործություն է, մոռանալով, որ իրենք նման սցենարով Երևանի ընտրությունների ժամանակ իշխանություն են դարձել, օգտագործելով ինչ որ կասկածելի ուժերի, այնպես որ նախ այդ Գյումրի 2 թույլ չենք տալու, այդ իրենց մեծ խոսալը հանցագործություն է, որ ասենք դա թույլ է տալիս երկրի։ Նախ թույլ չեք տալու, այսինքն ինչ է նշանակում թույլ չենք տալու Գյումրի 2, նախ սենց մի հատ բան։ Թույլ չտալը ինչ է նշանակում։ Նախ հասկանանք ինչ է նշանակում թույլ չենք տալու, էլի։ Նախ սենց մի հատ բան, կարում էիք թույլ չտայք Գյումրի 1-ը, տեսանք ինչ եղավ Գյումրիում, ու ժողովուրդը ուղղակի մերժեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն եթե ընտրողը գնում է եւ ընտրում է, ինձ հետաքրքիր է ինչպես թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինչ անելու, թույլ չտալը կանանք հասկանանք սենց հիմնական ընդդիմադիր խաղացողներին թույլ չի տալու մասնակցել ընտրությունների, որը օրենքի խախտում է,
մարդկանց կալանավորելու է եւ գցելու է բանտերը, որպեսզի չմասնակցեն ընտրությունների, դա էլ է օրենքի խախտում, չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովին ասելու է կեղծեք, դա էլ է օրենքի խախտում, չգիտեմ, Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելու եւ ընտրությունները չեղարկելու է, դա էլ է մեծ հաշվով օրենքի խախտում, որովհետեւ նախադրյալներ չկան արտակարգ դրության, ինչ անելու, առավոտի տիրիգուն գորգորալու է հիբրիդային պատերազմ եւ դրա հիման վրա ընդդիմությանը, այսպես ասած, ենթարկի տերորի եւ բռնաճնշումների, դա էլ է օրենքի խախտում, այսինքն ցանկացած պարագայում այս մարտիկ, եթե ասում են Գյումրի 2-ը թույլ չենք տալու, դա ինչ նկատի ունեն, որ մենք թույլ չենք տալու, որ մեզ ինչ-որ մեկը հաղթի քաղաքական առումով ընտրություններով թույլ չենք տալու, որ մեզ մեկը հագնի, իսկ դա արդեն ուղիղ շանտաժ է, ուղիղ սպառնալիք է հայ ժողովրդին, ոչ թե շանտաժ, սպառնալիք, այսինքն ինչ է նշանակում, այս մարդիկ նստել են իրենց աթոռներին, ընդ որում շատ անարժան կերպով են նստել այդ աթոռներին եւ սպառնում են հայ ժողովրդին, որ հանգարտ եթե դուք գնաք մեզ չընտրեք, մենք իշխանությունը չենք տալու, դե հիմա եթե մեր ժողովուրդը սրա հետ հաշտ է, կարծում եմ հաշտ չի։ Այսինքն օրինական ձևով Գյումրի 2 թույլ չտալու կամ այդ ժողովրդի քվեն հարց վիճառնելու որևէ ճանապարհ չունեն եւ ցինիզմը այստեղ այս մարդիկ շատ երկար ժամանակ այս ժողովրդի ընտրությունը քվեն ֆետիշացրել էին, աստվածաշնչու էին դարձրել եւ ցանկացած առիթով տեղին եւ անտեղին այդ ընտրությունը մենք ժողովրդի ընտրյալն ենք, ժողովուրդը ընտրել է, նույնիսկ երբ որ մենք չենք ուզել ժողովուրդը մեզ ընտրեց, երկրորդ անգամ անընդհատ մանիպուլացնելով հիմա այս նույն ժողովրդի քվեն, այսինքն իրենց համար ոչինչ է եւ հասել են նրան, որ արտաքին տարբեր կենտրոններից գալիս եւ Հայաստանում իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, այսինքն որոշիչը նրանց աջակցությունն է լինելու, թե վերջում միևնույնն է պիտի հայ ընտրողը որոշի։ Անդադ հայտարարում են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ինչ է վիճակը լավ չի։ Նայեք, ինչ վերաբերում է որոշիչ լինել չլինելու մասին, էլի։ Ամենակարևորը նախ պետքա դա ֆիքսենք այսպես ասած երկաթյա առումով, ֆիքսենք, որ որոշողը միանշանակ ժողովուրդն է, ինչ ուզում է անի Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած շատ կոպիտ օրինակ եմ էլի բերում, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց իշխանությունը պահել զինված եղանակով, միևնույնն է, եթե ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետքա գնա, Նիկոլ Փաշինյանը գնալու է։ Այսինքն ցանկացած պարագայում աշխարհի ցանկացած ծայրին էլ լինի, եթե ժողովուրդը մի բան որոշում է, դա իրականանում է, այսինքն շատ պարզ մի բան ասեմ, էլի դա շատ քիչ է դրա մասին խոսվում, բայց ցանկացած երկրում, ցանկացած ժողովուրդ հենց համաձայն չի լինում գործող ռեժիմի հետ, ռեժիմը գնում է։ Կարա բռնաճնշումներ լինի, իհարկե կարա երկար տարիներ ռեժիմ մնա, որ ժողովրդին այսպես ասած խեղդելով, ժողովրդի իրավունքները ոտնահարելով մնա իշխանության, կարա լինի, բայց հենց ժողովուրդը որոշեց, որ պետքա տվյալ իշխանությունը, տվյալ ռեժիմը գնա, գնում է։ Հիմա այդ առումով եկեք ֆիքսենք միանշանակ, որ եթե մեր ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանին պետքա ճանապարհել տուն կամ բանտ, չգիտեմ, տենց էլ լինելու է։ Հիմա ինչ վերաբերում է դրսից մարդ բերելու, դրսից տղա բերելու այդ բանի մեջ, էլի, այդ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա ինչ է Նիկոլ Փաշինյանը անում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է դրսի կենտրոնների հետ առևտուր անելով, Հայաստանի շահը մսխելով, Հայաստանից կտորներ բաժանելով, այսպես ասած, մեր օտարերկրյա ազդեցության կենտրոններին, օտարերկրյա ուժային կենտրոններին, փորձում է պահել իշխանությունը, դա ինքը նոր չի անում, Նիկոլ Փաշինյանը միշտ է դա արել, ասենց ասեմ, շատ պարզ օրինակ բերեմ, էլի, առավոտ շուտ զարթնում է, մտածում է, որ իր իշխանությունը պահելու համար ավելի լավ է մի բան զիջի Ռուսաստանին զիջում է, ցերեկը մտածում է, որ իր իշխանությունը պահելու համար եթե մի բան զիջի Ամերիկային զիջում է, երեկոյան մտածում է իշխանությունը պահելու համար մի բան զիջեմ Թուրքիային զիջում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանին այդ առումով ասել ինքը պրո արևմտամետ է, պրոռուսական է, ինչ է Նիկոլ Փաշինյանը նախ ոչ միական է, այսինքն ինքն էլ ասեց, որ ինքը իզմեր չունի, Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրը իշխանության մնալն է, որտեվ այդ մարդը շատ լավ հասկանում է, որ այն արարքները, որը ինքը գործել է Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, իրա վրա էժան չեն նստելու, լավ սենց ասեմ, ինքը շատ հստակ հասկանում է, որ քանի դեռ ինքը իշխանության է, ինքը կարող է պահպանել ինքն իրեն, իր թիմը, իր կողմնակիցներին։ Հենց ինքը չեղավ իշխանության, ինքը սկսել է պատասխան տալ իր արածների համար։ Եվ բնականաբար Նիկոլ Փաշինյանը սեփական կաշվի մասին մտածելով, սեփական անձի մասին մտածելով, մնում է իշխանության Հայաստանի հաշվին, ընդհանրապես այդ է։ Տեղի ունենում Նիկոլ Փաշինյանը, նորից եմ ասում, մնում է իշխանության Հայաստանի հայ ժողովրդի հաշվին։
Եթե ուզում ենք եւս 5 տարի նման անձնավորության տեսնենք Հայաստանի ղեկավար, խնդրեմ, կարա մեր ժողովուրդը գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, բայց դա բերելու է նրան, որ Հայաստանը շատ արագ տեմպերով դառնալու է ադրբեջանական ենթապետություն։ Արևմտյան Ադրբեջան։ Այդ է։ Նարեկ, նախկինում դժվար էր պատկերացնել որևէ իրավիճակ, երբ ղեկավարը մտներ օրինակ որևէ խանութ եւ աշխատակիցը ասեր դուրս խանութից դուրս արի։ Այս իշխանության ղեկավարի եւ ամբողջ թիմի հանդեպ ատելությունը այնքան մեծ է, որ սոցիալական ցանցերում դա զսպելու համար արդեն սկսել են տարեցկանանց գործեր հարուցել, տարեցկանանց նկատմամբ գործեր հարուցել եւ կալանավորել։ Իհարկե սա սարսափելի երևույթ է մեր ամբողջ պետության համար։ Ինչևէ, այս իշխանությունը ունի գիտակցում, որ ժողովուրդը այլևս չի վստահում, ոչ միայն չի վստահում, այլևս այսպիսի ատելություն ունի կուտակված իր հանդեպ, թե այնուամենայնիվ դեռ 18-ի այդ էյֆորիայի մեջ լողում է։ Չեմ բացառում, որ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր sense այսպես ասած զարմացել են իրանց պաշտոնների կամ իրանց դիրքի վրա, օրինակ, չգիտեմ, արդարադատության նախարար կոչված կա Սրփուի Գալյանը, ինչ որ այդ աղջիկը դարել է պաշտոնյա, իրան կորցրել է, ինչ ասես խոսում է, Ռոմանոսը Պետրոսյանն եւ նմանատիպ մարդիկ, հա կարող է ինչ որ մարդիկ կան, ովքեր որ մնացել են դեր այդ իշխանության այդ փառքի ման տակ, բայց Նիկոլ Փաշինյանը չէ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է ամեն ինչ հասկանում է, Նիկոլ Փաշինյանի դեմքից էլ կարելի է հասկանալ, որ ինքը շատ լավ գիտի իր վերջը ինչա լինելու, ինքը շատ լավ գիտի, որ ինքը պետք է իշխանությունից գնա, ինքը շատ լավ գիտի, որ ինքը պատասխան է տալու ամեն ինչի համար, եւ Նիկոլ Փաշինյանը հենց իր այս ջղաձգումները, այս ավելի ագրեսիվ պահվածքը, այս իր հայհոյախոսությունը, այս կրկես այդ բառաբան խփել, պերաշկի ուտել, դուրս գալ փողոցով քայլել, Նիկոլ բնականաբար հասկանում է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրանից զզվում է ուղղակի։ Բայց Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ մնա իշխանության հետ։ Դա էլ է պարզ, որ Նիկոլ Փաշինյանը հաշվի չի նստում։ Այն հիշում եք իր հայտնի արտահայտությունը, որ եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա գնամ, ես կգնամ։ Հիմա ժողովուրդը որոշել է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը պետքա գնա։ Հիմա Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենը սпасել մի քանի ամիս եւ նա կտեսնի ինչա ժողովուրդը որոշել եւ ինչպես է մեր ժողովուրդը իրեն վռնդում իշխանությունից։ Այսինքն Աննա Հակոբյանը ավելի իրատեսական մոտեցում ուներ, որ իրերը ավելի շուտ հավաքեց եւ հեռացավ կառավարական ամառանոցից, թե սա բեմադրություն էր, որը ինչի համար էր։ Գիտեք, կա մի այտենց տարածված խոսք, որ դե պետք չի մտնել մարդկանց անձնական կյանք, բայց Նիկոլ Փաշինյանը նախ էս վերջին տարիների ընթացքում բոլորիս անձնական կյանք է մտել, սկսենք դրանից, էլի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վատ ղեկավար է, այլ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ վատություն արել յուրաքանչյուր հայի։ Այն մարդիկ, ովքեր որ ում համար արժեք էր Արցախը, այն մարդիկ ում համար արժեք է հայ առաքելական եկեղեցին, այն մարդիկ ում համար արժեք է ցեղասպանության հիշատակը, այն մարդիկ ում համար արժեք է Հայաստանը, Մասիսարը, մեր պատմությունը, մեր մշակույթը, այդ մարդկանց կոնկրետ վատություն արել Նիկոլ Փաշինյանը։ Դա ինչ վերաբերում է մարդկանց անձնական կյանք մտնել չմտնելուն, էլի։ Հիմա Աննա Հակոբյանի ու Նիկոլի մասին ասեմ, նախ ես անձամբ, այսպես ասած, մի գրոշ անգամ չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննան իրարից բաժանվել են։ Իմ կարծիքով սա էժանագին ինչ որ հերթական մանիպուլյացիան ու կրկեսն է, որը ինչ որ 2-3 այսպես ասած հաշվարկված քայլ է, Աննան գնաց, հեսա Նիկոլ ինչ-որ մի բան կանի, կարող է կալանավորի, հետո կանգնի ասի, դե տեսեք, եթե ես նույնիսկ իմ նախկին կնոջն եմ կալանավորում, բա ինչ կանեմ Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ մղողներին, էլի։ Կարա տենց լինի, կարա, չգիտեմ, այլ սցենարով գնա, բայց այն որ այսինքն Աննա Հակոբյանը մի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, մի ամիս 20 օր առաջ հոդված էր գրել տենց ինչ-որ սիրահարված դեմքով իմ ամուսինը լեգենդա, հիշում եք, տենց բաներ էր խոսում։ Լեգենդի իմ ամուսինն հիմա, այսինքն այդ ինչ եղավ, որ Աննան բան արեց, էլի Նիկոլ Փաշինյանին այսպես էլ չի սիրում։ Նիկոլ Փաշինյանը ինչ կար նույնն էլ կա, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը ինչ կա, նախ կա նաև Աննա Հակոբյանի շնորհիվ, որովհետև Նիկոլ Փաշինյան անձը եւ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը եւ Նիկոլ Փաշինյան երկրի ղեկավարը, դա նաեւ Աննա Հակոբյանի, այսպես ասած, ձեռքբերումն է ճակերտավոր։ Ինչ էլ արել են Հայաստանի գլխին արել են երկուսով, ես դա միշտ ասել եմ եւ միշտ կասեմ Նիկոլ Փաշինյանից հետո Հայաստանի հանդեպ այս գործած այս արհավիրքների երկրորդ համապատասխանատուն Աննա Հակոբյանն է։
այսինքն չի կարելի Աննա Հակոբյանին դիտարկել զուտ որպես Նիկոլ Փաշինյանի կին, չէ, Աննա Հակոբյանը կոնկրետ 2018 թվականից Հայաստանում ինքը խառնվել է քաղաքականությանը։ Աննա Հակոբյանը մենք գիտենք, իր ընկերուհիները, իր Վարսավիրի ամուսինը, չգիտեմ, իր ծանոթները բոլորը ինչ որ առանցքային պաշտոններ ունեն, Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ որոշումներ է կայացրել, Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ եղել է Արցախում կառավարական կենտրոնում, Աննա Հակոբյանը ամեն ինչի մեջ կա, ընդ որում Աննա Հակոբյանը, այսպես ասած, բացեց այն Օվերտոնի պատուհանը, որի արդյունքում մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Հիշում եք Աննա Հակոբյանը հետ Շուշիում Մերիբան Ալիևայի հետ ինչ որ թեր ուզում խմեր, հետո ինչ որ փամփուշտները վերածում ենք զարդերի, ինչ որ ծաղիկներ առած, ինչ որ ադրբեջանցիներին ինչ որ ասում են եկեք խաղ ապրեք, այդ Օվերտոնի պատը Արցախը հանձնելու բացեց Աննա Հակոբյանը։ Ու Աննա Հակոբյանը դա չէր կարող անել առանց իր ամուսնու գիտության կամ համատեղ այդ ծրագրի, էլի։ Հիմա այս Նիկոլն էլ որ sense Աննա Հակոբյանը բաժանվել են, խոսում են, ինչ են անում, ես չեմ հավատում, նորից եմ ասում, դա ընդամենը իրանց հերթական շոուն է։ Հիշում եք մի ժամանակ խոսակցություն կար, որ Աշոտիկը տնից գնացել է։ Կամ Նիկոլ Փաշինյանի երեխաները, Մարիամը եւ Շուշանիկը աղմկահարույց բաներ են խոսում, հատուկ, պարզ է, չէ՞ որ հատուկ։ Այդ ձիու հետ նկարները, հասկանում եք, չէ՞ որ Նիկոլը գիտի, չէ՞ որ հասարակության մոտ նեգատիվ վերաբերմունք կան նման բաների հանդեպ։ Նա հասկանում է, չէ՞, որ օրինակ իր աղջիկը, երբ որ ոտը գցում է ոտին կամերայի առջև խոսում է, գնում են կլուբ տուդա-սուդա այդ իր այդ հայտնի այդ բանը, դա ներվայնացնում է մարդկանց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա չի անում կամ Մարիամիկը դա չի անում, որովհետև չի հասկանում։ Բնականաբար ամեն ինչ էլ Նիկոլն էլ է հասկանում, իր ընտանիքի անդամներն են հասկանում։ Ընդհանրապես մի նպատակ ունեն մեդիա դաշտում լինել դոմինանտ։ Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը որպես նախկին տեղին մամուլի լրագրող եւ իր տրամաբանությունը ամբողջ կառավարման հետ ա եղել միշտ լինեմ, այսպես ասած, top news, միշտ նարատիվները ես թելադրեմ, թեկուզ անորմալ, բայց մի բան անեմ, որ ինձնից խոսան, որ ինձ չմոռանան ու ուրիշ բանով չզբաղվեն։ Այսինքն անընդհատ sense ինքը Հայաստանը պահում է, այսպես ասած, անընդհատ sense լարված իրավիճակում ներքաղաքական կյանքը, անընդհատ մի բան ասում է, եթե չի էլ ասում, մի բան անում, օրինակ այդ պերաշկի ուտելը, կամ ասենք հայրաքելական եկեղեցուն սպառնալը, կամ մնացած իր սաղ բաները, մի բան անում է, մի բան ասում է, այսպես ասած իրան դնում է իր իսկ բառերով գժի տեղ, այնքանա որ մնա top news եւ լուրերը իրանից գնան, էլի, ինքը կարողանա տարածել մեդիա նարատիվներ, էլի։ Ինչևէ, փաստն այն է, որ կինը կրթվեց եւ հասկացավ, որ այլևս չի ցանկանում ապրել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամեն տարբերակ կարող է Աննա Հակոբյանը վերջը գնաց Չինաստան, եկավ մի երկու հատ գիրք բան կարդաց, մտածեց թե լավ, ամոթ է, էլի, վերջը այսքանից հետո այս մարդու կողքերն եմ, չնայած չեմ հավատում, բայց մարդ էս էլի կարող է եւ Աննան վերջապես հասկացավ, որ Նիկոլի հետ չարժի ապրել, էլի։ Նարեկ ամբողջ զրույցի ընթացքում մենք համարյա խոսեցինք այն մասին, որ Նիկոլը պետք է գնա կամ գնում է, բայց օրինակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանը համաձայն չի լինի հաստատ մեզ հետ, վերջի նրա խոսքն եմ ուզում մեջ բերել, նա ասում է, եթե հունիսի 7-ին մենք չընտրվենք, թրիփ չի լինելու, խաղաղություն չի լինելու, արհեստական բանականության կենտրոն չի լինելու, 4 միլիարդ դոլարի ներդրումներ չեն լինելու, ժողովուրդ ջան, անկախություն էլ չի լինելու, ԿՊ-ի ողբերգական ավարտից հետո էլ ինչ չի լինելու։ Գիտեք ինչ, եթե նրանք չլինեն, օրինակ չեն լինելու մարդիկ, ովքեր հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա, նման լկտի պահվածք են ցուցաբերում հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Եթե չլինեն նրանք, չեն լինի մարդիկ, ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը։ Եթե չլինեն նրանք, չեն լինի մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ Արարատ սարը, Մասիս սարը հայ ժողովրդի ինքնության անբաժանելի մասն է։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը չի դառնա թուրքական եւ ադրբեջանական ազդեցության տարածք։ Եթե չլինեն նրանք, Հայաստանի սահմանները անպաշտպան չեն մնա ոնց որ հիմա են։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը իր տարածքները չի հանձնի Ադրբեջանին։ Եթե չլինեն նրանք, Հայաստանը խեղկատակ չի լինի, Հայաստանի ղեկավարը խեղկատակ չի լինի միջազգային ասպարեզում։ Մի խոսքով, ինչ ասեմ, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, կլինի Հայաստան։ Եթե լինի Նիկոլ Փաշինյանը, կլինի Հակահայաստան։ Սա հստակ երկընտրանք է։ Չկա Նիկոլ, կա Հայաստան, կա Նիկոլ, կա Հակահայաստան։ Այս երկընտրանքը մտքներից մեջ ունենալով մենք պետք է գնանք հունիսի 7-ին ընտրությունների։ Հստակ ասելու, կամ մենք Նիկոլի հետ ենք, իսկ մենք ինչպես մենք գիտենք Նիկոլի հետ է նաև Ալիևը եւ Հական Ֆիդանը, այսինքն Էրդողանը, կամ մենք Հայաստանի հետ ենք,
Եվ ինչպես գիտենք, Հայաստանի թեկնածունը Արման Թաթոյանը։ Հիմա այդ երկընտրանքով գնանք ընտրությունների, սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալություն Նարեկ հետաքրքիր մեկնաբանությունների համար, ուղղակի վերջում ես այսպեսի մի բան հիշեցի, թե ինչպես հայոց վեհափառին իր սոցիալական էջերում ամենանողկալի ձևակերպումներով բնորոշող տիկինը հասել էր Վաշինգտոն իր հարգանքի տուրքը մատուցելու բուդդայական առաջնորդին, որը խաղաղության քայլեր թե իրականացրել ինչ-որ շնիկի հետ, եւ այս առաջնորդին պատմում էր, թե ինչպես իր ամուսինը 2018 թվականին այդպես քայլելով եկավ եւ հաղթեց նախկին բռնակալներին Չալու անունով ինչ-որ շան հետ, որը այս պահին իրենց հետ ապրում է կառավարական ամառանոցում։ Նարեկ, ես հույս ունեմ, որ հունիսի 7-ից հետո իսկապես իրավիճակ կարող է փոխվել եւ ես կարծում եմ, որ ամեն դեպքում Չալուին պիտի թույլ տալ շարունակել ապրել կառավարական ամառանոցում, ի տարբերություն նրա ընտանիքի մյուս անդամների, որոնք աղետի հասցրեցին Հայաստանը, որոնցից մեկը առնվազն տիկինը այս պահի դրությամբ գոնե լքել է կառավարական ամառանոցը, հուսանք անվերադարձ։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցը Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք, մեկնաբանություններ թողեք, եթե անգամ ինչ-որ բանի հետ համաձայն չեք։ Հաջողություններ։